Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այսինքն ոչ թե ողջույն, այլ բարի լույս, ողջույնը ցերեկն են ասում, ես միշտ մոռանում եմ, շփոթում եմ իրար, ոչ թե շփոթում, ոնց որ էդ ա մտել իմ ուղեղս, որ ողջույն։ Սիրելիներս, դե հույսով եմ, որ լավ եք, տենը չի, որ 100%-ով լավ եք անում, բայց մի կողմ եք թողնում են մնացած խոչընդոտները ու առաջ են գնում, սիրելի հետևորդներ, այսօր էլ ամեն օրվա նման, առավոտյան շուտ, իմ աշխատանքի ճանապարհին եմ, ողքերս նայում եմ, ավտո չկա խփի, խաչմերուկ եմ էլի, որ անցնում, այդպես սիրելիներս ինչ ասեմ, այսօր էլ տեսնեք ինչ մի հետաքրքիր հոլովակ կարող եմ նկարել, հետաքրքիրն էն ա, որ երեք ուրիշ բան եք սարքում, այսօր մի ուրիշ բան եք սարքելու, էդ ա մեր հետաքրքիրը։ Այդպես սիրելի հետևորդներ ջան, ինչ ասեմ, կհանդիպենք, այսա մի քիչ հետո կհանդիպենք։ Ու ճանապարհն ա, այսօր մի կանգար շուտ չի չա, որովհետև ժամանակս արդեն քիչ է մնացել, դրա համար շուտ չի չա, մինչև այդ մի կանգարը ոտքով գայի, երևի ահագին ժամանակ կացներ, դրա համար էլ չի չա, ջեր ես կողմ, Ատեն սիրելիներս, ինչ ասեմ, գնամ մի հատ միասին սուրճ խմենք, թեքվեցի իմ ճանապարհս, գնամ տենամ ինչ կա չկա, էլ այսպես սիրելիներս, Իսել հետևորդներ ջան, դե դուք ես սուրճ դրեք, որ միասին խմենք։ Սուրճը լցրել եմ, շաքարավազ չեմ լցրել, որովհետև կարամել ունեմ։ Կարամելով ավելի հաճելի է խմելը, քան թե շաքարավազով։ Սա կլինի։ Միջև մեր սուրճը կլինի, մենք լոբի մաքրենք։ Կանաչ լոբի այսօր, արդեն պարզ եղավ, որ այսօր կանաչ լոբի ենք պատրաստելու։ Հետևորդներ ջան։ Չլավ լոբի է։ Սուրճս էլ եղավ, եսի թողնենք, հետո կմաքրենք, այդ սուրճս լցնեմ, սելի հետևորդներ, դե գիտեք, որ սուրճս սառն եմ խմում, սա դնենք մի կողմի վրա, իսկ մեր լոբին մաքրենք։ Գնանք սենյակը և լոբին մաքրենք և սուրճը խմենք։ Սել հետևորդներ ջան, դե մեր սուրճը խմենք։ Ոյ, մոռացել էի, որ չէի բերել կարամել։
Սիրելի հետևորդներ ջան, դե լոբին էլ ձերս հետ նստած մաքրեցի պոչերն էլի, տարա լվացա, ես ընդհանրապես այտենց եմ անում, սկզբից այդ պոչիկները մաքրում եմ, լվանում եմ, նոր բերում, այսպես կտրտում եմ, դե մարդ կա այդ պոչիկներն էլ մաքրում, մի հատ էլ ասենց կտրտում եւ էլ դանակով էլ չի կտրտում ու տանում լվանում է այդտեղ լավ չի մաքրվում այտենց որ լվանում եմ ասма փորձանք չի բերում փորձել ենք գիտենք եւ այդ մաքրած այդ փուճուր հատիկները ջուրը տանում է դրա համար ամենաճիշտը պոչիկները մաքրես լվանաս նոր դանակով այսպես կտրտես Մեր սուրճն էլ խմեց սիրելիներս, հիմա գլոբին կմաքրենք ու ճաշ կպատրաստենք։ Մոռացել էի։ Հիմա կարող է ասեք, բա ուր է Եվի քույրիկը, որ քո հետ ճաշ սուրճ չխմեց։ Եվի քույրիկը հլա պարկած է, չի ուզում հելնի, ասում է հլա շուտ է։ Դրա համար էլ ես մենակ խմեցի։ Էնա թեյն էլ էփել պատրաստել եմ, էփել չի եփել։ Պատրաստել եմ, որ վեր կենա մեր Եվիկ քույրիկը խմի եւ թեյ, եւ սուրճ, ինչ որ ցանկանա։ Չէ, ոջան։ Հա, ասում է, հա։ Ես ելիներս ձեզ չզբաղեցնեմ, կհանդիպենք մի քիչ հետո։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, սոխարածը արդեն պատրաստ է, ոչ թե մենակ սոխարածի հետ կտրտել եմ մի հատ կանաչ պղպեղ, կարտոֆիլն եմ մանր կտրատել սիրելի հետևորդներ ջան, հիմա իրար հետ շատ լավ տապակվում է, տապակել այն պղպեղի անուշ հոտը ընկել է, հիմա ավելացնում եմ լոբի, մի քիչ լոբիով կտապակվի, որ համով լինի, ջուրն էլ եռացրել պատրաստել եմ, ասես տակը դանդաղացնում ենք, թողնում ենք մարմանդումը տապակվի, ոյ անջատեցի, անջատեցի, միացրեցի, արդեն շպոտվեցի, դե թողնենք ինքը մարմատ կամաց տապակ։ Սիրի հետևորդներ ջան, սիրմացել է։ Կամաց տապակում է։ Թողնենք, մի քիչ այս լոբիները գույնը պետք է դառնա կանաչ, որ արդեն նոր վրան ջուր լցնեմ։ Տապակվենք։ Հատ ափսեն ափսենի մեջ։ Սեր դնենք ափսենի մեջ, մեր գտալում, խառնելու։ Սիրելի հետևորդներ ջան, ուրեմն արդեն մեր լոբին պատրաստ է, ոնց որ կիսայիփ լինի։ Արդեն մի քիչ մածուկ եմ ավելացնում տոմատի։ Երմանջուր ունենք, մի քիչ երմանջուր, որ տոմատը բացվի։
Ասես մի քիչ բացված եփվի տոմատը։ Նոր մի քիչ ջուր կավելացնենք։ Թողնենք մի քիչ եփվի, սենց 2 րոպե շատ չի։ Այստեղ տնամ սև պղպեղ կա։ Հա, հեսա սև պղպեղ կա, մի քիչ սև պղպեղ ավելացնենք։ Կարմիրը ոչինչ, տոմատի մածուկ ունենք հերիքա։ Մի քիչ սև պղպեղ ավելացրի։ Մնում է, որ գնամ մի հատ թարմը կանաչի բերեմ, որովհետև կանաչ լոբիին սամիթ է պետք։ Սամիթ։ Չթողնեմ շատ երա։ Հիմա ջուրը կլցնեմ, բայց շատ ջուր չենք լցնում սիրելի հետևորդներ։ Այնքան որ եփվի, ոչ պինդ լինի, ոչ էլ ջրիկ լինի։ Մի քիչ ավելացնեմ։ Հիմա արդեն ջուրը տաքա եռը եկավ։ Հա, հիշացնեմ, որ չմոռանաք, 1 թեյի գթալ շաքարավազ։ Եթե թեյի գթալը մեծ է, իսով չափ շաքարավազ, որ ասենք մի քիչ ասենք դառնություն չի, էլի մի տեսակ համ ունի, այդ շաքարը կտրում է ու ավելի համով է լինում։ Մի քիչ էլ աղ ավելացնենք։ Շատ չի, քիչ ավելացնենք, հետո որ պետք կլինի կավելացնենք։ Դե թողնենք եռա։ Տաք կդանդաղացնենք, դանդաղում եռա։ Այս բացած տոմատն էլ, թազա բացած տոմատի վրա, սենց սիրուն հավասարացնում ենք, սել հետևորդներ ովքեր չգիտեն մեր ջահելներից, նրանց համար ասա, մեր տարիքի կանայք բոլորը գիտեն։ Ու բան ենք ավելացնում, բուսայուղ ենք ավելացնում, որ չբորբոսնի, չփչանա։ Սենց տարիներով էլ պահես, ոչ մի բան չի լինի։ Այնքան ես լցնում, որ երեսը փակի։ Ստեղ մեջտեղը քիչ բան էր մնացել, դե ոչինչ։ Փակենք, տնենք սառնարանը։ Ասել հետևորդներ, դե ես գնամ թարմ կանաչի բերեմ, հետո նորից կմիանա։ Ասել հետևորդներ, դա գնացի սամիթը բերեցի, հիմա կտրտեմ, լցնենք մեր լոբիի վրա։ Լցնենք լոբիի վրա մեր։ Լավ չի երևում, որովհետև մութ է։ Այս ինչա ծռվել չի լինում։ Քեզ բան։ Լցնենք։ Տնան եփվել է, թե չէ։ Հենց լոբիից տեսա, որ ալանի է, մի քիչ աղ ավելացնեմ նորից։ Համարյա եփվել է, մի քիչ էլ 5 րոպե եփի ու անջատել։
Սելի հետևորդներ, ուրեմն ձված եղել։ Ճաշը եփեցինք, ես է ձված եղեմ անում նախաճաշ, ինձ համար չէ, էլի գիտեք։ Դել խառնենք։ Շարժենք, որ տարածի։ Ուժեղացնենք։ Անջատեցինք ակ։ Ինա կավան նմաչ են։ Սարի Սելի հետևորդներ ջան, մեր լոբին արդեն պատրաստ է, լատեսնենք ինչ համիրա, որը ասեմ շատ լավ աստացել, որ շատ ջրի կա, որ շատ, երևի մա չէ, որ շատ ջրի կա, ասես ինչ ես սենց հանում, այնա, որեն պահի երև, ոչ շատ ջրի կա, ոչ էլ բնդի կա, նորմալ է, սելի հետևորդներ ջան, միատել ստեղ համոտեսնենք ոնց է, մեր լոբի, այսինքն թողել եմ մի քիչ սառի, որ սառումը համը ավելի լավ է որոշում, չգիտեմ ցույց է տվել, ստամիթ եմ ավելացրել, թարմ ստամիթ, շատ համեղ է ստացվել, շատ լավ է ստացվել, դե ես են սպիտակ, այն սպիտակ երես, սպիտակ չի, կանաչավուն լոբին է, իսկ էլ գծավոր լոբին ավելի համեղ է լինում, ես էլ համեղ, բայց ինի ավելի համեղ է, վայ չուտողի, գիտեք չէ, որ ասում եմ վայ չուտողի, ուրեմն ինքը շատ համեղ է, որ շուցիկ փոսիկ ուտում եմ, ուրեմն վայ չուտողի, ավելի պես, կատակել որ չանենք, ինչ պտի լինի, սել հետևորդներ ջան, դե վերջացրեցինք այսօր էլ մեր հոլովակը, խնդրում եմ չմոռանալ բաժանորդագրվել, լայքել, սեղմել զանգակոճակը, գրվեք ձեր մեկնաբանություններով,
Ես էլ կարդում եմ ձեր մեկնաբանությունները, բոլորին եմ կարդում, բոլորից շատ-շատ սիրում եմ։